Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այս տարվա 10-րդ մահվան դեպքն է գրանցվել, կրկին ինքնասպանություն, ինչպես Ֆակտոր TV-ին փոխանցեցին քրեակատարողական ծառայությունից, ապրիլի 20-ին ժամը 11:30-ի սահմաններում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 52-ամյա ԶԽ-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Պարզվում է այդ օրը հիմնարկում հնարավոր է ևս մեկ ինքնասպանություն տեղի ունենար, եթե չկանխվեր։ Ես ունեի տեղեկություն, երկու դեպք է տեղի ունեցել, մեկը փորձել է ինքնասպան լինել, կախվել է, բայց խցակիցները կարողացել են փրկել, բայց դա ընդ որում այլազգի է, ազգությունը հայ չէր, իսկ մյուսը ինքնասպան մահացել է, դա երկու դեպք է եղել եւ հաստատել է քրեակատարողական ծառայությունը։ Ինչու է անձը դիմել նման ծայրահեղ քայլի, երբևէ խնդիր բարձրաձայնելը, հիմնարկի աշխատակիցները նրա վարքագծում որևէ փոփոխություն նկատել են եւ ի վերջո քայլեր ձեռնարկվել են։ Այս հարցերի պատասխանը Ֆակտոր TV-ին փորձեց ստանալ հիմնարկի պետ Վահան Նասոյանից։ Քոչարյան ազգանունով ներկայացած աշխատակիցը նշեց, որ պետը տեղում չէ եւ մեր հեռախոսահամարը վերցնելով խոստացավ փոխանցել նրան։ Մինչեւ աշխատանքային օրվա ավարտ այդպես էլ զանգ չստացանք։ 4 ամսվա ընթացքում մահվան 10 դեպք է գրանցվել քրեակատարողական հիմնարկում, որոնց կեսը ինքնասպանություն։ 3-ի դեպքում ինքնասպանության գործիք է հանդիսացել Սավանը, մեկ անց կախվել է ինքնաշեն պարանի օգնությամբ, եւս մեկն իր կյանքին վերջ է տվել ածելու միջոցով։ Իսկ ո՞րն է պատճառը, ինչն է անազատության մեջ մարդկանց դրդում գնալ նման ծայրահեղ քայլի։ Բժիշկներին ամեն տպավորությունն է, որ հստակ հրահանգ է տրված, ինչքան հնարավոր է ձգեք մարդկանց առողջական խնդիրները մի տարեք հիվանդանոց, բուժման խնդիրներ մի առաջ բերեք, այսինքն զուտ, որ երևի պետության համար ծախս չլինի։ Կալանավորի խոսքը չեն լսում։ Կան մարդիկ, որոնք որ ուզում են իրանց արդարությունը բարձրացնել, կան մարդիկ, որոնք ուզում են, որ իրանց ձայնը լսելի դարձնեն, միևնույնն է, չեն լսում, չեն ընդառաջում։ Այս խնդրի մասին արդեն մի քանի տարի է բարձրաձայնվում է ինչպես դատապարտյալների, այնպես էլ քաղաքասարակության ներկայացուցիչների եւ դիտորդական խմբի կողմից։ Մարդիկ ոչ թե ազատություն են պահանջում, այլ բուժում են պահանջում։ Այս մարդիկ տարիներով գոռում գոչում են, ստիպած գնում են այդ ֆայլերին։ Որտեղ մարդիկ այդ ցավին արդեն սանելի չի, մենակ այդ ցավը չեն կարողանում մարդիկ տանել։ Փորձում են արդեն ինքնասպանություն, ինքնավնասում, չգիտեմ, ագրեսիա եւ այլ։ Այդ պետությունը վերջը պետք է հասկանա ինչի համար է մարդիկ իրավունք դեր բարձրացնում։ Եթե մինչ 2019 թվականի նոյեմբերն առողջապահական խնդիրների մասին այս ահազանգերի պատասխանատուն քրեակատարողական ծառայությունն էր, ապա 6 տարի առաջ ստեղծվեց քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ը, որը այս պարագայում առողջապահության նախարարության ենթակայության տակ է։ Ֆակտոր TV-ին տևական ժամանակ հնչող դժգոհությունների պատասխանները փորձեց ստանալ հենց ՊՕԱԿ-ից, սակայն կառույցի փոխարեն պարզաբանում ներկայացրեց գերատեսչությունը։ Քրեակատարողական բժշկության կենտրոնը մատուցում է ամբուլատոր ծառայություն եւ միջամտում ենք այն դեպքում, երբ դատապարտյալը գանգատով դիմում է։ Գանգատ ունենալու դեպքում նրանք ուղեկրվում են եւ քաղաքացիական հիվանդանոց կամ դատապարտյալների հիվանդանոց, իրականացնում ենք դժվարամատչելի բուժօգնություն, վիրահատություններ, ի դեպ նշեմ պետական պատվերի շրջանակում մեծ մասը։ 6 ամիսը մեկ դատապարտյալները պրոֆիլակտիկ սնության են ենթարկվում, իսկ անազատության առաջին իսկ օրվանից անցնում են սկրինինգներ, տարբեր տեսակի սկրինինգներ, սկսած հոգեկան առողջության վիճակի սնությունից եւ վերահաստատում եմ, որ չկա անձ, ով դիմել է եւ չի սպասարկվել։ Արդեն Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորն ընդգծում է, միայն առողջապահական հարցերը չէ, որ անազատության մեջ գտնվող անձին դրդում են ինքնավնասման կամ դառնում մահվան պատճառ։ Այստեղ լինում են վեճեր, իրանք այդ վեճերը, հենց այդ վեճը լինում է, այդ վեճից են սկսում, բայց հետ չեն գնում, թե այդ վեճը ինչից է առաջացել, աշխատողի խնդիրն է, կողքի կալանավորի խնդիրն է, մի խցում իրար հետ ճիշտ որոշել պահելու ռեժիմի խնդիրն է, ախր մենակ պահելով չի, չես կարող հազար ներողություն եմ խնդրում, գայլին գարան հետ կապել, դա աստուց ստեղծածն է, նույնը ստեղ է, այդ ռեժիմն էլ պետք է ճիշտ որոշի, այդ ամենը չխնդիր է։
Տարվա առաջին 4 ամսում 5 դեպքն առնվազն մտահոգիչ ցուցանիշ է։ Եթե հաշվի առնենք, որ նախորդ ողջ տարվա ընթացքում գրանցված մահվան 12 դեպքից որևէ մեկն ինքնասպանություն չի եղել։ Ըստ քրեակատարողական ծառայության ամփոփագրի 2024 թվականին գրանցված բոլոր դեպքերը եղել են կենսաբանական մահ։ Ինքնասպանության ռիսկի պարբերաբար գնահատման գործիքակազմ չունենք, ահազանգում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Այն մեկ անգամ անձը գնահատվում է մուտքի ժամանակ եւ շատ դեպքերում առավել եւս դա երկարատև դատապարտման ժամանակահատվածում կարիք ունի պարբերաբար անցնելու այդ գործիքակազմը կամ երբ անձի մոտ որևէ ախտանիշ, որևէ ցուցանիշ հայտնվում եւ մտահոգիչ է այդ փուլում անցկացնելու այդ ռիսկի գնահատումը։ Նույնիսկ մեծ հիմնարկներում մենք ամենօրյա ռեժիմով հոգեբուժի հասանելիություն չունենք։ Ինչ էլի խնդիր է, որովհետեւ եթե որևէ ախտանիշ տեսնում ես, պետք է սպասես շաբաթվա X օրին, երբ հոգեբուժը կգա եւ կընդունի անձին, որը կարող է ճակատագրական լինել անձի համար։ Այնինչ քրեակատարողական ծառայությունը պնդում է, ամեն անհրաժեշտն իրականացվում է դեպքերը կանխելու ուղղությամբ։ Մենք նաև ունենք հոգեբանական ծառայություններ, սոցիալական աշխատանք, փորձում ենք նաև հարազատների հետ կապը ապահովել, որովհետև երբեմն լինում է, որ ինքնասպանության դեպքի նախորդած ժամանակահատվածում պարզվում է, որ օրինակ անձը իր հարազատների, ընտանիքի անդամների հետ ունեցել է որոշակի միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ Մենք ակտիվ համագործակցել նաև մեր բժշկական անձնակազմի հետ, որպեսզի եթե օրինակ մենք պարզում ենք, որ անձ ունի հոգեկան առողջության խնդիրներ կամ ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական, փորձում ենք իրենց հետ ինտենսիվ համագործակցել։ Մինչ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թիվն ահազանգող է դառնում 350 հյուրերով, սակայն գրեթե առանց լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայության Նիկոլ Փաշինյանը, Սրփուհի Գալյանը, Աննա Վարդապետյանը եւ բարձրաստիճան շատ այլ պաշտոնյաներ մասնակցում էին արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողովին։ Դատելով հրապարակված տեսանյութերից եւ պաշտոնական հաղորդագրություններից, այս ցավոտ խնդրին անդրադարձ չի եղել ոչ ելույթներում, ոչ հարցոպատասխանի ժամանակ։ Կատարողական հիմնարկներում մահվան վերջի դեպքի մասով արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանություն հասցնելու հոդվածի հատկանիշներով եւ մինչ այսպիսի դեպքերի նախաքննությունն ավանդաբար տարիներ է ձգվում, անազատության մեջ գտնվողները շարունակում են գնալ ամենածայրահեղ քայլին, իսկ պատճառներն այդպես էլ մնում են չբացահայտված։